Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կահույքագործության ոլորտի առկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաեւ ներկայացվել է պետական աջակցության գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս արդիականացնել եւ ընդլայնել արտադրությունը, ներառյալ մաքսատուրքից ազատման արտոնությունը, լիզինգի պետական աջակցության ծրագիրը, արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման և ներդրումների դիմաց ենթակառուցվածքների ապահովման միջոցառումները։ 2026 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են 151 միլիարդ 444.9 միլիոն դրամ։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 9.3%-ով։ Մասնավորապես պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 64.8%-ով եւ կազմել 8 միլիարդ 678 միլիոն դրամ։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Հայաստանում գործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են մաքսատուրքից ազատմամբ ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց մասերը, հումքը եւ նյութերը, եթե դրանք նախատեսված են գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերի համար։ Գերակա ոլորտներն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կապը, էներգետիկան, առողջապահությունը եւ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը։ Դիմելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն ներդրումային ծրագրի եւ ներմուծվող ապրանքների նկարագրությամբ։ ԶՊՄԿ ընկերության տնօրենների խորհրդի շրջանակում ձևավորվել է կայուն զարգացման, կորպորատիվ կառավարման եւ ռիսկերի հանձնաժողով։ Հանձնաժողովն իրականացնելու է ԶՊՄԿ ռիսկերի կառավարման շրջանակի կայուն զարգացման ռազմավարության, բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման կատարողականի ռազմավարական վերահսկողություն։ Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում է երկրի տարածքում գտնվող իրանական ակտիվները սառեցնելու հնարավորությունը։ Եթե Էմիրությունները գնա նման քայլի, ապա Իրանի օտարերկրյա արտարժույթի շուկա եւ միջազգային առևտրային ցանցեր մտնելու հնարավորությունը զգալիորեն կսահմանափակվի։ Միևնույն ժամանակ Էմիրությունների կենտրոնական բանկից հայտարարել են, որ երկրի բանկային եւ ֆինանսական ոլորտը շարունակում է ցուցաբերել ամենաբարձր մակարդակի դիմադրողականություն եւ կայունություն։ Ալյումինի գինը մոտ 4 տարվա ընթացքում հասել է ամենաբարձր մակարդակին մերձավոր արևելքից մատակարարումների խափանումների պատճառով։ Հիմնական հանգամանքը Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք առանցքային նշանակություն ունեն հումքի համաշխարհային առևտրի համար։ Մարտի 4-ի սակարկությունների ընթացքում մետաղի գինը բարձրացել է 4.3%-ով, 1 տոննայի դիմաց հասնելով $3418.5։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը 30-օրյա ժամանակավոր թույլտվություն է տրամադրում հնդկական նավթավերամշակման գործարաններին ռուսական նավթ գնելու համար։ Ֆինանսների նախարարության տվյալներով որոշումը նպատակ ունի ապահովել նավթի անխափան հոսքը համաշխարհային շուկա։ Այս կարճաժամկետ միջոցառումը զգալի ֆինանսական շահ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, հայտարարել են գերատեսչությունից։ Ռուսաստանում միջին ամսական աշխատավարձը 2025 թվականին առաջին անգամ գերազանցել է 100,000 ռուբլին, հասնելով 100,360 ռուբլու։ Սա 13.5%-ով ավելի է, քան 2024 թվականի ցուցանիշը։ Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունից հայտարարել էին, որ ռուսների իրական եկամուտները 2025 թվականին կաճեն 7.7%-ով, իսկ իրական աշխատավարձերը 4.4%-ով։ Հայաստանում ըստ արձանագրված վիճակագրական տվյալների այսօր կա 3000-ից ավելի թափուր աշխատատեղ, սակայն դրան զուգահեռ տասնյակ հազարավոր մարդիկ էլ շարունակում են աշխատանքի փնտրտուքը, ինչով է պայմանավորված աշխատաշուկայում առաջացած հակասական այս իրավիճակը։ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով այս պահին առկա է 3136 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով պահանջարկը հատկապես բարձր է տեղեկատվական
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ անհրաժեշտ են համապատասխան կրթություն եւ մասնագիտական հմտություններ ունեցող կադրեր, սակայն կան նաեւ բարձր որակավորում չպահանջող տասնյակ եւ հարյուրավոր հաստիկներ։ Խոսքը վերաբերում է արտադրություններին, գործարաններին, ինչպես նաեւ Երևանամերձ տարածքներում գործող ձեռնարկություններին, որոնց այդպես էլ չի հաջողվում գտնել համապատասխան աշխատողներ։ Աշխատանք կա, չլրացվող հաստիկների պատճառը միայն աշխատավարձը չէ։ Հաճախ խնդիրը աշխատանքի առանձնահատկությունների, հեռավորության կամ հմտությունների պակասի մեջ է։ Օրինակ, մենք չունենք այնպիսի մասնագիտություններով մասնագետներ, ինչպիսիք են օրինակ կռունկաբար, հանքափոր, հաստոցի մոտ աշխատող, խառատ, սոդող, էլեկտրիկ, սրանք մասնագիտություններ են, որոնք մոդայիկ չեն, եւ փաստորեն դրանց մասով մենք ունենք փափուր աշխատատեղեր են իմաստով, որ մասնագետ էլ չունենք դրա վերաբերյալ։ Նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատություններում մենք ունենք մասնագիտություններ, որոնք փաստորեն պետք են, բայց չկան։ Մինչդեռ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում ավելի քան 53,000 աշխատանք փնտրող է հաշվառվել։ Ստացվում է, առաջարկն ու պահանջարկը միմյանց չեն հանդիպում։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի համոզմամբ խնդիրը շատ ավելի խորքային է։ Նրա խոսքով նորավարտ երիտասարդը կարող է սկսել նվազագույնից ոչ պակաս աշխատավարձով, դիտարկելով դա որպես ներդրում սեփական հմտությունների զարգացման մեջ։ Միաժամանակ գործատուները պետք է ապահովեն արժանապատիվ եւ արդար աշխատանքային պայմաններ։ Նախկինում շատ ավելի մոդայիկ էր ունենալ պարզապես դիպլոմ, չգիտեմ, իրավաբանի, ֆինանսիստի, տնտեսագետի եւ լինել գործազուրկ փաստորեն։ Հիմա մի քիչ ավելի այլ է, հատկապես այն բոլոր տեղերում, որտեղ կարիերայի կենտրոնները կամ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները կարողանում են կողմնորոշել ապագա ուսանողին, նրա ծնողներին, ոչ միայն ուսանողներին, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ծնողների հետ պետք է աշխատանք տարվի, որպեսզի երեխան պահանջարկված աշխատանք ունենա։ Այսպիսով Հայաստանի աշխատաշուկայում խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ հմտությունների, սպասումների եւ առաջարկների անհամապատասխանությունը։ Պետությունն ու գործատուները խոստանում են շարունակել ծրագրերը, առաջարկն ու պահանջարկը միմյանց մոտեցնելու համար։ Ձեռնարկվելիք այդ քայլերը կնվազեցնեն գործազրկությունը եւ կլուծեն արդյոք տարիներով թափուր մնացող հաստիկների խնդիրը։ Հարցը մնում է բաց։ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը OpenAI ընկերության կենտրոնակայանում մասնակցել է OpenAI Education գագաթնաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչները, ովքեր արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։ Գագաթնաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության եւ արհեստական բանականության ոլորտներում ընկերության եւ հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։